Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Armenpress podcast նախագծի շրջանակներում այսօր անդրադառնալու ենք Doing Digital Forum-ին, որը արդեն Հայաստանում անցկացվում է 3-րդ անգամ։ Ֆորումի թեմաների շրջանակներում են ֆինանսական ապագան, թվային փոխակերպումը, դրա ներդրումը տնտեսության մեջ։ Թեմայի շուրջ զրուցելու ենք Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Սիմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար։ Սիրո։ Տիկին Սիմոնյան, նախ կուզեինք անդրադառնալ այն հարցին, որ Հայաստանում փաստորեն տարբեր միջազգային, տարբեր մասշտաբների միջոցառումներ են անցկացվում։ Doing Digital Forum-ը նույնպես կարծես թե փոքրերից չի, նույնպես մասշտաբային միջոցառում էր, քանի որ մենք առիթ ունեցել ենք, պատիվ ունեցել ենք լինելու, լուսաբանելու այն, որն է նրա առանձնահատկությունը, ինչով է տարբերվում, ինչով է ընդգծվում մյուս ֆորումների շարքում։ Իրականում շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Եթե խոսում ենք առհասարակ ֆորումի թե ֆորմատից, թե օրակարգից, առանձնահատկությունը, այո, ես շատ ուրախ եմ, որ մեր երկիրը տարիներ շարունակ տարբեր միջազգային ֆորմատներ է հյուրընկալում, այդ թվում եւ ամենախոշոր եւ միջազգայինորեն ընդունված, հայտնի միջոցառումները, բայց երբ որ խոսում ենք Doing Digital-ի մասին, մենք նպատակ ունեինք հիմնադրելով Doing Digital-ը ստեղծել, այսպես ասած, հենց հայկական Հայաստանում ծնված միջոցառում, որը որ կդիրքավորվի որպես միջազգային եւ կնպաստի առհասարակ միջազգային փորձի Հայաստան բերելուն եւ Հայաստանի փորձը նաեւ լուսաբանելու առհասարակ տարբեր երկրներում եւ միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանը որպես թվային փոխակերպման hub, որովհետեւ շատ կարեւորում ենք տեխնոլոգիական, նորարարական լուծումների մասին խոսել ունենալով միջազգային փորձը, բայց նաեւ խոսել թե Հայաստանում ինչպիսի փորձ կա, ինչպիսի խնդիրներ կան, ինչպիսի մարտահրավերներ կան եւ իհարկե ինչպիսի հաջողություններ ունենք։ Այսպիսով Doing Digital Forum-ի հիմնադրման հիմնական նպատակը առհասարակ մեր հասարակությանը, հայ հասարակությանը այդ թվային փոխակերպման անասելի արագությամբ տեղի ունեցող փոփոխություններին նախապատրաստելն էր, ինչպես նաեւ mindset-ի փոփոխությունը, որովհետեւ մենք աշխատելով տարբեր ընկերությունների հետ, աշխատելով տարբեր շահակից կողմերի հետ, այդ թվում պետության, բիզնեսի, միջազգային կառույցների եւ փորձագիտական հանրույթի հետ, լինելով ստրատեգիական կոմունիկացիաներով զբաղվող ընկերություն, հասկանում ենք այն խնդիրները, այն ցավերը, այն նպատակները, այն հաջողությունները տեսնում ենք, որոնք պետք է մեկ հարթակում միավորել եւ առանձնահատկությունը նաեւ այն է, որ ֆորումը եկավ հենց միջազգային ձևաչափով, ունենալով բարձրագույն ստանդարտներ ամեն ուղղություններով, թե միջոցառման կազմակերպման որակի տեսանկյունից, թե խոսնակների ներգրավման եւ կոնտենտի ներգրավման տեսանկյունից, թե առհասարակ տարբեր հետաքրքիր լուծումներ, նորություններ բերելու տեսանկյունից եւ նաեւ ապագայամետ լինելու տեսանկյունից, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ մենք տեղյակ լինենք այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում աշխարհում, բերենք այդ փոփոխությունները եւ նաեւ մարդկային կապիտալի առումով, քանի որ հաշվի ենք առնում, որ Հայաստանը այդ առումով բավականին լավ դիրքեր ունի, նաեւ այդ mindset-ի փոփոխության միջոցով գնանք ել ավելի լայն մասշտաբային շուկաներ գրավելու։ Ինչ որ առանձնահատուկ թեմաներ կան, որոնց արդեն 2 անգամ կայացած ֆորումների ընթացքում քննարկվել են եւ դրանք ֆորումներից հետո ինչ արդյունքներ են արձանագրվել։ Իրականում երբ առաջին ֆորումն էինք անցկացնում, դա 2023 թվականն էր, եւ բավականին մեծ էր այդ վախը առհասարակ նորագույն տեխնոլոգիաների հանդեպ, մասնավորապես արհեստական բանականության տարբեր գործիքների հանդեպ, հիմնականում ChatGPT-ներ մեկնարկել եւ ավելի լայն հասարակությանն էր հասանելի դարձել եւ այդ արհեստական բանականության մեքենայական ուսուցման հանդեպ որոշակի, այսպես այդ նորարարական մոտեցումների հանդեպ որոշակի վախ ուներ ուղղակի թե հասարակության մակարդակում եւ ոչ միայն Հայաստանում, առհասարակ ամբողջ աշխարհում քննարկվում էր, որ հիմա ռոբոտները կգան եւ կփոխարինեն մարդկանց եւ նաեւ Հայաստանում էր դա քննարկվում, թե ինչ է լինելու առհասարակ ապագան։ Մենք
կենտրոնացանք ավելի շատ ֆինանսական ոլորտում նորարարական լուծումների վրա, թվային փոխակերպման վրա, առանցքում ունենալով երկրների եւ առհասարակ նաեւ մեր երկրի թվային փոխակերպման օրակարգը, որովհետեւ գիտեք կառավարությունը 2020 թվականին հաստատել է երկրի թվային փոխակերպման օրակարգը եւ այդ օրակարգով մինչ օրս աշխատում ենք եւ նաեւ նպատակ կա Հայաստանը դարձնել cashless, Հայաստանը դարձնել թվային տնտեսություն եւ թվային հասարակություն, կան տարբեր կառույցներ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են եւ այսպես միավորվեցինք, հա, տարբեր շահագիծների հետ մեկ հարթակում քննարկելու թե պետության հետ, թե մասնավորի հետ, թե միջազգային կառույցների հետ, թե դրսի խոսնակների հետ, ովքեր այդ փորձն ունեն, հա, առհասարակ ինչ է թվային փոխակերպում եւ մեր առաջին Doing Digital Forum-ը մենք որոշեցինք, որ այդ ֆորմատով ենք շարժվում, ավելի շատ կենտրոնանալով տնտեսության վրա, որպես կարևորագույն ոլորտ, բայց նաեւ տարբեր սոցիալական համակարգերին անդրադառնով, այսինքն մշակութային փոփոխությունները, որը բերում է տրանսֆորմացիան, հա, այսինքն digital տրանսֆորմացիան կամ թվային փոխակերպումը, օրենսդրական կարգավորման դաշտը, որը որ անհրաժեշտ է լինում, որովհետեւ երբ որ լինում է նորարարություն, երբ որ լինում են նոր տեխնոլոգիաներ, երբ որ լինում են նոր համակարգերի աշխատանք, դա անհրաժեշտ է լինում նաև ռիսկերի տեսանկյունից դիտարկել կամ առհասարակ ստեղծել դաշտ, որպեսզի կարգավորված լինի եւ կարողանան տարբեր բիզնեսներ, ստարտափեր աշխատել այդ էկոհամակարգերում եւ նաեւ իհարկե խոսում ենք կրթության մասին, որովհետեւ այսօր նաեւ կրթությունն է շատ արագ վերափոխվում, որովհետեւ պահանջը բիզնեսի այլ է, տարբեր նոր մասնագիտություններ են առաջանում, որոնք որ բուհական կրթությունը կարող է միգուցե չկարողանա, այսպես ասած, ապահովել, որովհետեւ շատ նոր են, բայց նաեւ այդ առումով հետաքրքիր է այդ բոլոր համակարգերի մասին խոսել եւ հարթակ տրամադրել, ես միշտ կրկնում եմ նաև առանձնահատկության առումով, որ Doing Digital Forum-ը մի հարթակ է, մի պլատֆորմ է, հա, որը հնարավորություն է տալիս ոչ թե մի ընկերության օրակարգ առաջ տանել, հա, եւ այդպես պահել օրակարգում, այլ կամ միայն պետության կամ միայն որոշակի մասնագիտական շահագրգիռ խմբերի, այլ բոլորի միավորել, որպեսզի բոլորիս օրակարգը դնենք սեղանին եւ քննարկենք առհասարակ ուր ենք ուզում որ գնա մեր երկիրը եւ ինչպիսին ենք ուզում որպեսզի լինի մեր մտածելակերպը տեխնոլոգիական առումով մեր մասնագետների առաջընթացը հենց այդ նույն տեսանկյունից եւ այսպես կենտրոնացանք ավելի շատ ֆինանսաբանկային համակարգի վրա, բիզնեսի վրա եւ կրթական գործընթացների վրա, ինչպես նաեւ քաղաքականության մշակման առումով, հա, այդ policy making կոչվածը շատ կարեւոր դեր ունի, որովհետեւ երբ որ լսում ես թե ինչ է կատարվում աշխարհում, հասկանում ես թե ուր է գնում աշխարհը, դու նաեւ հասկանում ես, որ դու չես ուզում գնալ հետևից, դու ուզում ես կամ զուգահեռ քայլել կամ որոշ առումով առաջնորդել, իսկ մենք նաև այդպիսի հաջողություններ ունենք, այսինքն հիմնականում այսպես։ Երկրորդ ֆորումը ավելի շատ նվիրված էր հնարավորություններին, այսինքն առաջին ֆորումի ընթացքում մենք խոսեցինք այսպես ասած այբուբենից, ինչպիսին է մեր տեսական մասին անդրադարձ կատարել։ Չէ, միանշանակ մենք տեսություն չենք քննարկում, մենք քննարկում ենք կոնկրետ փորձ, հա, փորձ, որը հիմնված է հստակ դատայի վրա եւ առանձնահատկությունը ֆորումի նաև այն է, որ հիմնական խոսնակը, որը որ առաջնորդում է, հա, քննարկումները ֆուտուրիստ է, այսինքն խոսում է ապագայամետ մոտեցումների մասին, դատայի վրա հիմնված եւ այն բոլոր ֆուտուրիստները, ովքեր եղել են մեր տարբեր ֆորումներին, իրենք top տասնյակում են աշխարհում եւ թե որպես հեղինակներ տարբեր գրականության, որոնք որ մասնագիտական հանրույթը ընդունում է եւ նաեւ best-selling գրքեր են, ամենավաճառվող գրքերն են այսպես ասած, եւ նաեւ ունեն հստակ դատա, որովհետեւ աշխատում են տարբեր երկրների կառավարությունների հետ, աշխատում են տարբեր երկրներում խոշոր միջին բիզնեսի հետ, աշխատում են ստարտափ էկոհամակարգի հետ, աշխատում են հասարակական կազմակերպությունների հետ եւ այդ դատան միավորելով ստանում են այն պատկերը, որի վրա հիմնված արդեն կարողանում են խոսել, թե ուր է գնում աշխարհը, օրինակ այս կամ այն տեսանկյունից, արհեստական բանականության տեսանկյունից, ֆինանսական տեխնոլոգիաների տեսանկյունից կամ առհասարակ փողի ապագայի տեսանկյունից, որի մասին իդեպ այս տարի ենք խոսելու, այսինքն ինչպիսին է ապագայի փողը կամ փողի ապագան եւ ինչպիսի ազդեցություն է ունենալու այդ փողը կամ ապագայի փողը նաեւ տնտեսության վրա, որովհետեւ փոխում է էկոհամակարգ, փոխում է օրենսդրական կարգավորումներ, փոխում է մոտեցումներ եւ բերում է իհարկե նորարարություն։
Տիկին Սիմոնյան հետաքրքիր է թե ինչպես են հստակորեն առանձնացվում անհրաժեշտ թեմաները, ինչպես են ընտրվում խոսնակները եւ ով կլինի այս տարվա գլխավոր խոսնակը։ Մենք իհարկե ունենք փորձագիտական լուրջ կազմ եւ մասնագետների մի մեծ խումբ, ով աշխատում է ֆորումի օրակարգի վրա եւ բովանդակության վրա, եւ շատ կարեւորում ենք դա, որովհետեւ տարբեր ոլորտներից մասնագետներ կարողանում են իրենց ունեցած դատայի հիման վրա, ինչպես նաեւ մենք որպես ընկերություն, PR ընկերություն, որն աշխատում է, ինչպես նշեցի, տարբեր էկոհամակարգերի տարբեր մասնակիցների հետ եւ նաեւ իր ներդրումն է ունենում ռազմավարությունների մշակման եւ իրագործման առումով, մենք հստակ գիտենք ինչ է անհրաժեշտ, թե ամեն տարի, որովհետև գիտեք, այնքան սրընթաց են փոփոխությունները, որ կարող է դու այսօր խոսես ինչ-որ բանից, վաղը դա արդեն դառնա շատ հեռու անցյալ, որովհետև շատ սրընթաց են փոփոխությունները, բայց նաև հասկանալով, որ այո, սա անհրաժեշտ է եւ այս թեմայի մասին անպայման պետք է խոսել, մենք բերում ենք նոր օրակարգեր, որոնց միգուցե նաև պատրաստ չէ դեռ մեր բիզնես հանրույթը, առհասարակ որոշում կայացնողները կամ օրինակ շատ բարձր մակարդակում է տեղեկատվությունը եւ անհրաժեշտ է ավելի շատ բովանդակություն եւ գիտելիք բերել, կոնկրետ օրինակ թեմաների առումով եւ պատրաստել, ասել, որ այսպիսի գիտելիք կա, տեղյակ եղեք, իմացեք կամ ձեր գիտելիքը այդ առումով փոխհարաբերվի մյուս, կողմերի փորձի հետ եւ այսպես համաշխարհային փորձից վերցնելով մենք փոխենք մեր մտածելակերպը, եթե ճիշտ եմ ասում mindset-ի հայերեն թարգմանությունը, համենայն դեպս դա շատ կարևոր է եւ փորձագիտական մեր քննարկումների արդյունքում ստեղծվում է օրակարգը, իհարկե նաեւ դա բխում է միջազգային օրակարգից, օրինակ անցյալ տարի մենք երբ անդրադառնում ենք, անցյալ տարի խոսել ենք ֆինանսների ապագայի մասին, եւ բլոկչեյն տեխնոլոգիաները եղել են մեր պանելային քննարկումներից միայն մեկի առանցքում եւ այս տարի, եթե տեսնում եք, այդ մեկ պանելային քննարկման կոնտենտը եւ թեման, որը վերափոխվեց փողի ապագային կամ ապագայի փողին եւ դրա տնտեսական ազդեցությունը մի ամբողջ ֆորումի այդ umbrella, topic-ն է, այսինքն հիմնական թեման է, որով որ մենք շարունակում ենք, եւ այդ առումով պետք է ասեմ, որ շատ արդիական է, որովհետեւ առհասարակ քաղաքական դաշտում եւս այդ փոփոխությունները տեղի են ունենում, օրինակ Ամերիկան Տրամպի ընտրվելուց հետո եւ այդ վարչակազմը սկսել է օրինակ պահուստային ֆոնդեր ձևավորել, օրինակ կրիպտոյով, եւ դա բերեց միանգամից փոփոխության առհասարակ վերաբերմունքի առումով, մոտեցումների առումով, կարգավորման առումով մեր երկրում արդեն գնում է կարգավորման հստակ գործընթաց, որը սկսվել է շատ ավելի վաղուց եւ դեռ նախորդ տարի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբենկյանը խոսեց նրա մասին, որ ինչպիսի կարգավորման է գնում կրիպտոյի առումով եւ ինչպիսի մոտեցումներ ունեն, քննարկեցին դաշտի հետ, հետո արդեն ֆորումը տեղի ունեցավ, դրանից 1 տարի շարունակ գործընթացներ տեղի ունեցան եւ այսօր արդեն օրենսդրական փոփոխությունը շատ ավելի ակտիվ է քննարկվում եւ շատ ավելի հստակ փաստաթուղթ կա եւ Կենտրոնական բանկի նախագահ այս տարի ունենալու է հիմնական մերերի խոսնակներից է եւ ինքն էլ է խոսելու ապագայի փողից կամ փողի ապագայից, Այսինքն մենք ոչ միայն դիտարկում ենք թե առհասարակ աշխարհում ինչպիսի իրավիճակ է, նաեւ քննարկում ենք այն կարևոր հետաքրքիր թեմաները եւ արդիական գիտելիքը, որը անհրաժեշտ է նաեւ երկրի ներսում, որովհետեւ կան հստակ գործընթացներ, կրիպտոյի կարգավորման է գնում դաշտի կենտրոնական բանկը եւ դա հստակ օրակարգ է։ Իսկ գլխավոր խոսնակը ով կլինի այս տարի։ Գլխավոր խոսնակը այս տարի Գերդ Լեոնհարդն է, ինքը ծնունդով գերմանացի, Շվեյցարիայում բնակվող ֆուտուրիստ է եւ խոսելու է այդ 7 հիմնասյուներից, որոնց վրա հիմնված է լինելու մեր ապագան, ֆինանսական ապագան, տնտեսական ապագան, առհասարակ աշխարհը ուր է լինելու 2030 թվականին, իր թեման է եւ շատ կարեւորում եմ այն, որ նաեւ հաշվի առնելով այս աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրավիճակը եւ այն, որ նաեւ մարդիկ ապագայի հանդեպ այսպես վախով են լցված, մեր հիմնական խոսնակը իր ուղերձում, որը հղել էր մեր մասնակիցներին, ասաց, որ քննարկելու ենք տարբեր թեմաներ եւ սուրճ քննարկումներ ենք ունենալու, բայց նաեւ խոսելու ենք նրա մասին, թե ինչու եմ ես կարծում, որ ապագան ավելի լավն է, քան մենք պատկերացնում ենք եւ այսպես մենք հուսադրված հիմա սպասում ենք, թե ինչպիսի մոտեցում
մոտեցումներ է ունենալու Gerd Leonhard-ը, բայց այս տարի նաև ունենալով հիմնական խոսնակ, ֆուտուրիստ, հա, մենք նաև ունենք 4 այլ հիմնական խոսնակներ, դա Amazon Web ծառայություններ ընկերության գլխավոր տեխնոլոգ տնտեսական ոնց որ ուղղությամբ, հա, եւ կազմակերպությունների enterprise-ների առումով Մաթիասն է, ով խոսելու է AI-ի եւ կոմերցիոն դաշտի, commerce դաշտի հարաբերություններից եւ ապագայից եւ խոսելու է թե ինչպիսին են լինելու օրինակ marketplace-երը եւ այն հարթակները, որոնք որ սպասարկում են, հա, նաեւ հասարակության շատ լայն շերտեր, այսինքն այստեղ նաեւ այդպիսի հետաքրքիր թեմա ունենք Visa ընկերությունից Andrew Trong-ը, ով խոսելու է առհասարակ նորարարությունը, digital transformation եւ էլի արհեստական բանականությունն ու blockchain տեխնոլոգիաները արդեն այդ տեխնոլոգիական գիգանտի, հա, Visa-ի որպես խոշոր fintech ընկերության միջազգային օրակարգում։ Ամեն տարի ունենում ենք խորհրդատվական ընկերություն, առաջին 2 տարիներին ունեցել ենք McKinsey-ն, Deloitte Digital-ը, ովքեր որ գիտեք top 4, հա, Big 4-ի մեջ են մտնում որպես խորհրդատվական ընկերություն եւ տարբեր այդ թվում նաեւ մեր երկրում են բավականին, հա, ծավալուն աշխատանք անում։ Այս տարի Edgar & Dunn ընկերությունն է, որը բրիտանական է եւ բավականին առաջատար խոշոր ընկերություն է առավելապես ֆինթեք ուղղության մեջ իր խորհրդատվական աշխատանքով եւ սա էլ ենք կարեւորում, որովհետեւ ֆինթեքերը շատ արագ են զարգանում, բիզնեսի տարբեր ուղղություններ վերափոխվում են ֆինթեքերի, առհասարակ հիմա քննարկում ենք թե հաջորդ տարվա խոսնակն ով է լինելու, չբացելով փակագծեր, ինքն ասում է, որ հիմա ամեն ինչն է ֆինթեք եւ բոլոր ընկերություններն են ֆինթեք եւ եթե հիմա ֆինթեք չեն, ապա ապագայում դառնալու են, այսինքն առհասարակ այս ամբողջ քննարկումները բերում են նրան, որ մենք համապարփակ խոսում ենք առհասարակ թե կիբերանվտանգությունից, որովհետև մենք ունենք ինֆորմացիոն համակարգերի գործակալությունը Հայաստանի, որտեղից իրենց կիբերանվտանգության ղեկավարը խոսելու է նաև մեր երկրի տեսանկյունից եւ առհասարակ միջազգային մոտեցումները կիբերանվտանգությանը, փողի ապագայի հետ կապված այդ բոլոր ռիսկերին եւ նաև մոտեցումներին, թե ինչպես նվազեցնել, հա, դա ասեցի կենտրոնական բանկի նախագահին, կենտրոնական բանկը բավականին ներկայացված է նաև պանելային քննարկումներում, ունենալու ենք պետական տարբեր համակարգերից խոսնակներ, ունենալու ենք ինվեստիցիոն ընկերություններ, ովքեր խոսելու են թե ներդրումային առհասարակ աշխարհը ուր է գնում եւ Apricot Capital-ը, որը մեր հիմնական գործընկերներից է արդեն 3 տարի ներդրումային գործընկերներ, իրենց Դուբայի կլաստերի ղեկավարը, հա, Օֆելյան խոսելու է հենց ներդրումային միջավայրի մասին, նաև ոչ միայն հայկական որպես ընկերություն, այլ նաև հայկական ընկերություն, որը այնտեղ է ներկայացված, Fast Bank եւ այլն, այսինքն շատ հետաքրքիր մոտեցումներ ունենք, ինչպես նաև կարևորում ենք էկոհամակարգեր ներկայացնող ընկերությունների, հա, ներկայությունը ֆորումին եւ դրանցից մեկը Armenian Card-ն է կամ Arcan, ով գիտեք, հա, բոլոր բանկերի միավորված հարթակն է, մեր ազգային գործընկերն է, ու նաև կարևորում ենք այդ առումով այդ քննարկումները Արան է Աբրահամյան պատվելու մեր ֆորումը այս տարի, մի խոսքով բավականին այսպես հագեցած օրակարգ է, ֆորմատները տարբեր են, մոտեցումները հաստատ տարբեր են լինելու, Հենրին է Արսլանյան մեր հայրենակիցով կրիպտո թոփ լիդերների ցանկում է, հա, թոփ 5-ում է, ինքը Հոնկոնգում բնակվող, Դուբայի հետ էլի շատ ուժեղ կապեր ունեցող, հետաքրքիր մասնագետ է եւ այս տարվա ֆորումը իր գրքերից մեկի վերնագրով է, որը էլի այդպես շատ հետաքրքիր մենք ավանդույթ ունենք, հա, The Future of Money, Հենրիի ամենահայտնի best-selling գրքերից է եւ Հենրին խոսելու է կրիպտոյի մասին, խոսելու է առհասարակ բլոկչեյն տեխնոլոգիաների եւ Web 3-ի մասին եւ բավականին այսպես թեժ քննարկումներ են լինելու։ Ունի որևէ կարգախոս, որ այս տարվան է բնորոշ լինելու։ Այս տարի, ինչպես նշեցի, հիմնական թեման, մենք կարգախոսերով չենք առաջ շարժվում, այլ թեման ենք նախանշում, ինչից ենք խոսելու։ Հիմնական մեր թեման խորագիրը, այո, մեր խորագիրը հիմնական ապագայի փողը, տնտեսական ազդեցություն։ Մասնակիցների մասին խոսենք, քանի որ ինքը այդպես մասշտաբային է, տպավորություն է, որ նաև մասնակիցները միջազգային ներկայացվածություն ունեն, այսինքն տարածաշրջանից կամ արտասահմանյան որևէ երկրից մասնակիցներ լինում են։ Միանշանակ տարեց տարի ավելանում է միջազգային մասնակցությունը, չնայած մենք փորձում ենք բալանսավորել եւ
հիմնականում այսպես մեծամասնությունը թողնում ենք մեր տեղական, աուդիտորիային, ինչու որովհետև մեր նպատակն է մեր երկրում փոփոխություններ բերելը եւ միջազգային օրակարգը, միջազգային գիտելիքը, լավագույն փորձը Հայաստան բերելն է եւ այսպես պահում ենք այդ բալանսը, բայց ամեն տարի այո իհարկե ավելանում է եւ թե հարևան երկրներից, թե տարածաշրջանից, թե աշխարհի տարբեր երկրներից գալիս են, որովհետև գալիս են լսելու լավագույններին, շատ դեպքերում հնարավորություն չեն ունենում օրինակ Հենրիի, Գերտ Լեոնարդի կամ մյուս մեր խոսնակների, հետ այսպիսի շփում ունենալու, նամանավանդ որ շատ հետաքրքիր է իրենց թե բացահայտել Հայաստանը որպես տեխնոլոգիական հաբ եւ ինովացիոն հաբ, թե նաեւ, այսինքն ծանոթանալ մշակույթին, երկրին եւ իհարկե մենք այդ դիրքավորումը անպայման անում ենք, հետաքրքրությունն առաջացնում ենք, բայց նաեւ շատ կարող եմ ասել, բոլորին հասանելի արժեքով մասնակցել եւ լսել այսպիսի որակի մասնագետների, որովհետեւ այլ բոլոր հավասար պայմաններում, այլ երկրներում իրենց լսելը բազմակի անգամ շատ ավելի թանկ է եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ այստեղ մեր գործընկերներին, որովհետեւ նրանց շնորհիվ է, որ մենք կարողացել ենք այդ ուղղակի սիմվոլիկ անդամավճարը, պահպանելով ունենալ այսպիսի բարձր մասնակցություն։ Armenpress-ը արդեն 3-րդ տարին մեր տեղեկատվական մեդիա գործընկերն է եւ անդրադառնալով լուսաբանմանը եւ առհասարակ տեղեկատվությանը, ասեմ, որ նաեւ վերջերս այդպիսի տեղեկատվական առիթ ունեցանք Վրաստանի e-commerce ասոցիացիայի հետ, էլեկտրոնային կոմերցիայի ասոցիացիայի հետ կնքեցինք հուշագիր, որովհետև այնքան մեծ էր հետաքրքրությունը վրացական ընկերությունների կողմից, այդ թվում ոչ միայն ֆինանսաբանկային համակարգից, այլ տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններից, որ մենք խնդրեցինք մեր գործընկերներին ունենալով այդ լավ հարաբերությունները եւ վստահությունը համակարգել այցը եւ այդ դիլեգացիային, այսպես ասած, կուրացիա անել, ԱՊՀ երկրներից են շատ գալիս են արաբական Էմիրություններից, գալիս են Ամերիկայից, Եվրոպայից են շատ այցելում, դա նաև այն է, որ խոսնակներն էլ իրենք շատ ակտիվ են լինում եւ լուսաբանում են, որ գալու են Հայաստան, նաև դա հետաքրքրություն է առաջացնում, իհարկե դա մեր կոմունիկացիոն ստրատեգիայի եւս մի մասն է, որպեսզի երկիրը դիրքավորենք եւ նոր թե ներդրողների տեսանկյունից, որտեղ բավականին շատ նաև ներդրողներ են գալիս Հայաստան, բիզնեսմեններ, որոնց հետաքրքրում է նամանավանդ հիմա, որ արդեն գիտեն եւ մենք անոնս ենք արել, որ այստեղ նաև հետևում են, չէ, իհարկե դաշտին ինչ է կատարվում, գիտեն, որ կարգավորում է լինելու օրինակ նույն կրիպտոյի տեսանկյունից, հասկանում են, որ այստեղ կա պարարթող, կան խաղի կանոններ, որտեղ կարելի է գալ ծանոթանալ եւ միգուցե հետագայում գործունեություն ծավալել։ Ովքեր կարող են մասնակցել եւ ինչպես կարող են դիմել, ինչ գործընթացով են դիմում։ Մասնակցել ֆորումին կարող են բոլոր այն մարդիկ, ընկերությունները, մասնագետները, ովքեր որ հետաքրքրված են առհասարակ թվային փոխակերպման, դիջիտալ տրանսֆորմացիայի օրակարգով, ում հետաքրքրում է ապագայի փողը եւ այն տնտեսական ազդեցությունը, որը ունենալու է, եւ իհարկե ուղակի մարդիկ, ովքեր ուզում են լինել նորարարության եւ տեխնոլոգիաների կիզակետում, որովհետեւ այս տարի մենք նաեւ բացառիկ հնարավորություն ունենք բացի այն գիտելիքից, որը մենք բերում ենք, նաև հանդիպումներ ունենալ աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների top ղեկավարության հետ, բարձր ղեկավարության հետ, օրինակ Amazon ընկերությունը, Amazon Web ծառայություններ իր ուղղությամբ, ներկայացված է այս տարի ֆորումին թե որպես գործընկեր, թե ունենք երկու խոսնակ ընկերությունից, թե նաև հնարավորություն են ունենալու տարբեր բիզնեսները կամ հետաքրքրված ընկերությունները, ում հետաքրքրում է առհասարակ անպային տեխնոլոգիաները, տեխնոլոգիական լուծումներն ու նորարարությունները Amazon Web ծառայությունների, նաև տետատետ հանդիպումներ ունենալ եւ մենք վերջերս տարածել ենք մամուլի հաղորդագրություն, որը նաև Armenpress-ի օրակարգում կա, եւ տեղադրված է, այդտեղ հստակ նաև խոսելով թե ինչպես գրանցվել, որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան, այսինքն networking-ի առումով առհասարակ այսպես շատ մեծ հնարավորություններ ենք տալիս եւ doingdigital.am կայքում հնարավոր է ձեռք բերել տոմսերը, դեռ վաճառքի համար 5 օր ունենք, որովհետեւ շուտով հաստատ sold out ենք գնալու եւ ավարտվելու է, փակվելու է, տոմսերի վաճառքը եւ առհասարակ կամ գրելով partnership շնիկ doingdigital.am
EM-ին, եթե ուզում են կորպորատիվ մասնակցություն ունենալ, այսինքն գործում են շատ հետաքրքիր մոտեցումներ, նաև անակնկալներ են լինելու, ինչպես նաև մեր գործընկերները ունեն հատուկ պրոմոկոդեր, ինչպես նաև խոսնակներ, մեկ Հենրի Արսլանյանը ունենալով 500,000-ից ավել հետևորդ LinkedIn-ում խնդրել էր մեզնից հատուկ պրոմոկոդ, որպեսզի տարածեր DDF Երևան, դիրքավորելով թե քաղաքը, թե որտեղ անցկացվելու է եւ լավ առիթ, որ այդպես էլ հենց գրել էր, որ եթե առիթ եք փնտրում գալ Երևան, սա լավագույն ժամանակահատվածն է ապրիլը եւ նաեւ հնարավորություն հատուկ պայմաններով օրինակ ձեռք բերել ֆորումի մասնակցության տոմսերը, այսպես։ Այսինքն տոմսերը սահմանափակ են, մասնակիցների թիվը անսահմանափակ չեն կարող համարել։ Այո, ցավոք սրտի դվինը տեղավորում է ընդամենը 1000-1200 հոգի եւ ամեն տարի մենք այդ քանակը, այսպես ասած, մասնակիցների ունենում ենք ու ամեն տարի sold out-ից հետո լինում է այդ իրավիճակը, որ ախր մենք էլ էինք ուզում մասնակցենք։ Համենայն դեպս նաև ունենում ենք ուղիղ միացումներ, շատ լուրջ լուսաբանում է լինում թե տեղական, թե միջազգային մեդիայի կողմից այն բոլոր մարդկանց համար, ովքեր չեն կարողացել օբյեկտիվ պատճառներով կամ սուբյեկտիվ մասնակցել միջոցառմանը։ Հետաքրքիր է մասնակիցների թիվը, օրինակ անցած տարվա, եւ ինչի մասին են վկայում այդ թվերը։ Թե մասնակիցների թիվը, թե մասնակիցների կազմը վկայում է նրա մասին, որ Doing Digital-ը դարձել է վստահելի հարթակ, վստահելի պլատֆորմ, գիտելիք ստանալու, շփվելու նորարարության եւ լավագույն գիտելիքի հետ եւ լավագույն փորձի հետ, կիսվելու նաեւ սեփական հնարավորություններով եւ խնդիրներով, քննարկելու այդ խնդիրները։ Մենք այս 2 տարիների ընթացքում ունեցել ենք 2300-ից ավել մասնակից, ունեցել ենք 30-ից ավել երկրների ներկայացուցիչներ եւ խոսնակներ, մեզ հետ են լավագույն ընկերությունները, որոնք աջակցում են ֆորումին եւ իրենց համար նաեւ սա իրենց հետաքրքիր նորությունների մասին խոսելու եւ խնդիրները քննարկելու հարթակ է, միավորել ենք գրեթե բոլորին, այսինքն չկան շահակիցներ, ովքեր չեն կարողանում մասնակցել, քննարկումներին եւ ի վերջո այս մեր միասնական օրակարգը ստեղծում է մի միջավայր, որտեղ որ փոփոխությունները լինում են շատ ավելի սահուն եւ նորարարությունը գալիս է այն տեսքով, որը որ մենք կուզենայինք, այսինքն միջազգային լավագույն փորձով, լավագույն խոսնակներով եւ նաեւ տեղական լավագույն փորձով եւ լավագույն խոսնակներով։ Որպես հիմնադիր այս տարվա ֆորումից ինչ ակնկալիքներ ունեք, ինչ սպասումներ ունեք եւ ձեր պատկերացմամբ ինչ արդյունքներ կարելի է քաղել դրանից։ Որպես հիմնադիր եւ որպես շատ մեծ թիմի, այսպես առաջնորդող մարդ եւ մի մաս, շատ ուզում եմ, որ ֆորումը դառնա երկրի այցեքարտերից մեկը եւ այդ դիրքավորումը մենք արդեն ստացել ենք, որովհետեւ ամեն տարի մենք 1 տարի առաջ սկսում ենք պլանավորել հաջորդ ֆորումը։ Իհարկե նաեւ ուզում եմ այստեղ շեշտել, որ ֆորումով մենք չենք սահմանափակվում, թե ֆորումից առաջ, թե ֆորումից հետո մեր այն փորձագետները, այն մասնագետները, ովքեր գալիս են Հայաստան, մենք փորձում ենք տարբեր գերատեսչությունների, տարբեր ընկերությունների մեծ թիմերի հետ հանդիպումներ կազմակերպել արդեն փակ ֆորմատով, որպեսզի լինեն փակ քննարկումներ եւ դա էլ է շատ մեծ արդյունք տալիս, որովհետեւ թե ֆորումից առաջ, թե ֆորումի ընթացքում, թե ֆորումից հետո այդ քննարկումները շարունակվում են եւ նաեւ այն խոսնակները, ովքեր որ շատ անհասանելի էին թվում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, լսելով իրենց գործընկերներից այն փորձառության, այն հետաքրքիր մոտեցման մասին, որը որ եղել է Հայաստանում, լսելով երկրի մասին, մարդկանց մասին, բիզնեսի մասին, այդ կարծիքը եւ վստահությունը, երբ որ իրենց դիմում ենք, ասում են, մենք գիտենք Brad King-ը անցյալ տարի ձեր խոսնակներ եւ ինքը շատ է պատմել, որովհետեւ այն բոլոր խոսնակները, ովքեր գալիս են Հայաստան, Doing Digital Forum-ին մասնակցելու, իրենք մինիմում ամսական 4-5 երկիր են գնում, տարբեր խոշոր միջոցառումների են մասնակցում եւ նաեւ այսպես ասած դառնում են թե Doing Digital Forum-ի, թե Հայաստանի դեսպանները, այսպես ասած, հենց վստահության տեսանկյունից եւ այդ շատ կարեւորում, այսինքն մենք
ի սկզբանե ունենալով այդ վստահության քվոտը մեր գործընկերների կողմից, որտեղ առաջին ֆորումը ուղղակի մեր պատկերացումն էր, մեր մոտեցումն էր ու տեսլականներ, չունեինք այսպես որևէ բան ցույց տալու, բայց եկավ մեզ որպես մասնագետներ եւ թիմ այդ վստահությունը, որ այո, կարող ենք ստանալ նշաձող, ապահովող եւ երկիրը ներկայացնող ֆորմատ, եւ հիմա այդ վստահությունը շարունակվում է եւ մասնակիցների առումով էլ միշտ շեշտում եմ, որ թե լինում են համագործակցություններ շատ լուրջ եւ գալիս են ամեն տարի այդ համագործակցությունները խորացնելու եւ շարունակելու հետեւից, թե ներդրումային որոշակի գործընթացներ են ստեղծում եւ այս տարի մենք շատ տարբեր նաեւ գերատեսչությունների ենք հրավիրել, ովքեր որ կարող են նաեւ այդ networking-ն անել եւ հետագայում զարգացնել, այն բոլոր կապերը, որոնք ձեռք են բերում ֆորումին։ Վստահ ենք, որ այն լինելու է շարունակական եւ այո, ունենք այդ ամբիցիան երկրի այցեքարտը դարձնելու, որովհետեւ տարբեր երկրներ ունեն իրենց տարբեր ոլորտներում այսպիսի միջոցառումներ, որոնք դիրքավորում են երկիրը, պատմում են երկրի մասին, այստեղ էլ իրականացնում ենք ու նաև միջոցառումից հետո ունենք մի քանի տարբեր ֆորմատ, թե մրցանակաբաշխություն, թե գալանթիկ, որտեղ որ ավելի նեղ հնարավորություն է լինում շփվելու եւ ծանոթանալու նաև հայկական մշակույթի հետ, խոհանոցի հետ եւ այն ընկերությունների ձեռքբերումների հետ, որոնք աշխատում են Հայաստանում կամ հիմնադրվել են Հայաստանում կամ հիմա արդեն օրինակ դուրս են եկել եւ հակառակը ծանոթանալու նաև այդ խոշոր գիգանտների, տեխնոլոգիական գիգանտների թիմերի հետ եւ շարունակելու արդեն իրենց աշխատանքը ֆորումից դուրս։ Շնորհակալություն Տիկին Սիմոնյան, այսպես հանգամանալից ներկայացնելու համար, ճիշտ ասած զրույցի ընթացքում մեր նախատեսած շատ հարցեր կանխեցիք, կանխավ պատասխանեցիք, բայց եթե կան այնպիսի առանձնահատկություններ, որոնց մեր հարցերի շրջանակներում չանդրադարձանք, կխնդրեի դրանց մասին էլ խոսել, ներկայացնել, հաշվի առնելով իր կարևորությունը, նշանակությունը, որ հատկապես այս տարի կարելի է ակնկալել։ Բոլոր հարցերը քննարկեցինք, միայն ուզում եմ ասել, որ իրոք շատ հետաքրքիր թեմա ենք քննարկելու, ապագայի փողը եւ դրա տնտեսական ազդեցությունը, այն բոլոր փոփոխությունները, որ բերում է այս նորական աշխարհը, եւ տեխնոլոգիական փոփոխությունները իրենց հետ, եւ շատ ուրախ ենք, որ մեր մասնակիցները շատ ակտիվ են եւ ընդամենը 5 օր է մնացել, ինչպես ասեցի, որպեսզի մենք փակենք վաճառքները եւ եթե հասցնեն մասնակցեն, սիրով սպասում ենք բոլորին, որպեսզի կերտենք մեր երկրի ապագան եւ առհասարակ լինենք թվային ապագայի, այսպես ասած, հորձանուտում եւ փոփոխությունները քննարկենք միասին ու ազդեցությունը։ Շնորհակալություն Տիկին Սիմոնյան, հանգամանալից ներկայացնելու համար։ Հարգելի հետևորդներ, իսկ ես հիշեցնեմ, որ Հայաստանում արդեն 3-րդ անգամ կանցկացվի Doing Digital Forum-ը։ Թեմայի շուրջ զրուցել ենք ֆորումի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի հետ։ Կհանդիպենք։